բան ասում Սուտասանա, որովհետև քրեականորեն նախ բոլոր Սուտասանա Իշխան Սաղաթելյանը եւ ոչ միայն Սուտասանա, ես ձեզ ասեմ հետեւյալը, նախ նման հոդված քրեականորեն գրքում վաղուց կա։ Ասում են իրանցը տարբեր է, ես այդ մասին հարցրեցի։ Բարի գալուս նոր իրականություն է, ինչ աշխում մերը տարբեր է։ Քրեական նման հոդված կա, երկրորդը միջադեպը սկսվել է նրանից հետո, երբ որ ելույթի ժամանակ Դաշնակցության խմբակցության, արդեն Դաշնակցության խմբակցությունը, չէ՞ երևի, Դաշնակցության խմբակցության ներկայացուցիչների մեջ իրար մեջ խոսակցություններ գնում, ինչին ես արձագանքեցի, ասացի, ձեր մեջ դուք իրար հետ ինչ որ չլուծված հարց ունեք, ի պատասխան դրան պարոն Մինասյանը ասեց, ես էլ միկրոֆոնս կարամինացնեմ եւ խոսեմ, բայց դա չեմ անում, դրան ի պատասխան ես խնդրեցի պարոն Մինասյանը նստի, դրան ի պատասխան Գառնիկ Դանիելյանը ասեց՝ մի նստի արծվիկ, հա, որը իմ մոտ մի քիչ ծիծաղ առաջացրեց, հա, ասացի դելա, որ ասում եմ մի նստի, կամ դու վեր կանգնի, որից հետո ձեր նշած անձնավորությունը սկսեց ընդեղից բղավել, ինչին ի պատասխան ստացավ իր պատասխանը եւ տեղի ունեցավ այդ ընդհարումը, որի ժամանակ այդ ձեր նշած անձնավորությունը հələ մի հատ էլ իր նստատեղից մի քիչ ենկոմ էր գնացել, կարևոր գործով նայում էր այս կոմենկոն, որ հանկարծակի այդ ընդհարումը իրան որևիցե ձևով բան չանի, չհպվի, որևիցե ձևով։ Կռվից է վախենում։ Ես չգիտեմ, ես չեմ կարծում, որ սա կռվելու տեղ է կամ կռվի հետ կապված գլուխ գովալու տեղ է, բայց ասենք աչքիս առաջ այն տեսարանը եկավ, որ տենց արագ ոստում էր բանից դեպի Դաշնակցության գրասենյակ, որպեսզի ոստիկաններից փախնի։ Եկել ես, այդ ինչ պահված կա, ուզում հասկանամ, էլ չեմ ասում, գալիս կնոպկեն սխմում, փախնում են դահլիճից, հա, գալիս են մի հատ է գոռում են, մտածում են, պատասխան չեն ստանալու, իսկ այս ամեն ինչը արվում է նրա համար, որպեսզի վաղվա միջոցառմանը ավելի շատ մարդ գնա, հետո դրսից շատ այլ դաշնակցական ընկերներ են եկել, պետքա աշխատանք ցուցադրվի, պետքա ցույց տվի, թե որ իրավիճակը ինչ լարված է։ Տեսակ, որ որևիցե կապ, որևիցե բովանդակություն, որևիցե բան գոյություն չունի այդ ասածից, սա հերթական սուտն է, հերթական մանիպուլյացիան է, որը լավ է, որովհետև մարդիկ շատ վաղուց այս ամեն ինչը հասկացել են ու զզվում են իրանցից, զզվում են այդ ստերից, ինֆորմացիան բաց է, ճշմարտությունը շատ լավ բոլորը գիտեն, շատ լավ է, շարունակեն, թող շարունակեն։ Նորեն, բայց անհարկի չէ երբեմն ազգային ժողովի նախագահ ընդհատում падգամավորներին, այդ մասին շատ որ դուք կանոնակարգը խախտում եք, երբեմն ոչ ձեր լիազորությունների շրջանակում падգամավորների, հա, միջամտում եք հայտարարություններ եք։ Ուրեմն տեսեք, ազգային ժողովի նախագահի պարտականությունների մեջ մտնում է բնականոն աշխատանքը ապահովել։ Շատ հաճախ այդ բնականոն աշխատանքը ապահովելու համար պետք է տարբեր ձևերով իրավիճակը իջացնես լարվածությունը կամ հարվածը քո վրա վերցնես կամ ինչ որ ձևով այդ լարվածությունը ուղղորդես մեկ այլ ուղղությամբ եւ ներողություն եմ խնդրում, բայց տենց կողքից տենց ալիքները թերթելուց կամ որևիցե այլ գործով ձեռից զբաղվելով ինչ որ տենց գնահատական տալը ես չեմ արդարացնում, դա սխալ է։ Ես համարում եմ, որ իմ աշխատանքի շնորհիվ ազգային ժողովը ի հեճուկս այն կանխատեսումների, որը կային 4 տարի առաջ արդեն իսկ, որ ազգային ժողովը չի հաջողելու, որ նիստեր չեն կայանալու, ազգային ժողովը շատ լավ աշխատում է, ազգային ժողովի նիստերը շատ լավ տեղի են ունենում եւ ընդդիմության ամբողջ նպատակը իրանց գոյությունը դահլիճում արդարացնելն է։ Ախր դուք մոռանում եք, հիմա իրանց թվում է, որ մարդիկ են մոռանում, որ իրանք չասեցին, որ իրանք վերադառնում են իրանց օրակարգով։ Սեփական ինչքան ժամանակ անց է, խնդրում եմ, դուք գրեթե բոլորդ ընդդիմադիր լրատվամիջոցներ ներկայացնող լրագրողներ կասեք 2 տարի անց, որն է այդ ընդդիմադիրների օրակարգը։ Չստացվեց, ֆիքս, չէ, օրակարգը որն իրանք ասացին մենք կբերենք ու իրանք կընդունեն, իրանց օրակարգը որն էր։ Եվ ինչա բերեցին, բայց Լուսինե ջան, նույնիսկ այդ իշխանապողության օրակարգով իրանք այն ամենաթեժ ժամանակահատվածին, երբ որ այո, անվստահության նախագիծ չէին բերել հայտարարության տեքստ։ Հիմա ով է ճիշտ ասում, ով է սուտ ասում։ Հիմա պարզա, որ պետքա արդարացվի իրանց դահլիճում լինելը եւ այդ արդարացումը առավելևս ապրիլի 24-ի մոտակայքում այս ձևով է պետք անել, բայց զգուշացնում եմ,
զգուշացնում եմ, չափերը չանցնեն, պատասխանը տեղում է լինելու եւ պատասխանը լինելու է ընտրության միջոցով, պատասխանը լինելու է վերաբերմունքի միջոցով եւ արձագանքների միջոցով։ Ասածներն է, որ իրենք չեն ուզում, դուք գնաք, իշխանափոխություն չեն ուզում։ Չէ, իրանք ոչ թե չեն ուզում մենք գնանք, իրանք չեն ուզում իշխանություն վերցնեն եւ իրանք որտեղ գիտակցում են, որ իրանք դա չեն կարող անել, նախ չեն ընտրվի, իրանք գիտեն, այս հիմա այս իրար մեջ այդ ճակերտավոր գզվրտոցը, հա, ներողություն եմ խնդրում այդ բառի համար, որովհետեւ մեկին չեմ ուզում վիրավորել, հա, այդ վեճը, այդ բանավեճը, որ կա գոյությունն է, դա ինչի մասին է։ Այս ամեն ինչը ես ելույթի ժամանակ ասի, հաջորդ ցուցակում հայտնվելու, հաջորդ ցուցակներում հայտնվելու մրցույթը ընդդիմադիր սկսված է, բացված է։ Այսինքն հիմա պետք է ցույց տան, որ իրանք չես տեսնում, որ դուրս են գալի падգամավորներ կան, որ ըլլիք են այս բանից են խոսում, չես հասկանում, ինչի համար ասում, ում համար ասում, ոչ, ես 10 հատ ելույթ եմ ունեցել, բա ես հարցեր եմ տվել, բա ես պետք է մասնակցեմ, կամ այդ գալ կնոպկա սխմելը սենյակից դուրս գալ, ինչի համար արվում։ Որովհետև Ռոբերտ Քոչարյանը իմ ունեցած տեղեկություններով ջղայնացել ավեր էր ասել ախի չեկեցում նիստերի, բա որ հարց բարձրանա բան մանդատից զրկելու կամ եթե դա էլ տեղի չի ունեցել առնվազն աշխատավարձ ստանալու համար եւ նիստի չգալու համար գալ կոճակը սխմել եւ դա տեսեք օրվա մեջ կարող լինի 2 անգամ գրանցում դահլիճում չլինեն հենց ասում գրանցումա որպեսի բա sense կգան sense կսխվում է sense կամազ դուրս բայց արդար չէ որովհետեւ նախկինում նախորդ նստաշրջանում երբ որ չէին մասնակցում նիստերին դուք իրենց բացակայությունների համար իրենց արդեն հարցն էիք բարձրացնում падգամավորական մանդատից զրկելու հիմա գալիս են գոնե կնոպկան ստեղծում է որ ներկա ստանան այդ բանից չզրկեք լավ ուզում եմ հասկանամ բայց սկզբունքայնություն պետք է լինի թե չպետք է լինի հիմա մենք դուրս են գալի փողոցային պայքար Հիմա մենք վերադառնում ենք դահլիճ մեր սեփական օրակարգով, հիմա մենք մասնակցում ենք ընտրություն բաներին, նիստերին, բայց դահլիճում չենք կլնում, լավ, գալիս ենք, բայց հարց ու պատասխանին չեն գալիս, բայց այս ինչ է, ուզում ասեմ, իրանք կներեք, էլի ինձ միշտ հետաքրքիր, հիմա որ գնան ընտրությունների, նոր ընտրությունների ժամանակ, գնալու են ասելու են մեզ ընտրեք, բայց մենք դահլիճ չենք եթալու, եթե ընդդիմություն լինել, հա? Պարոն Սիմոնյան, քաղաքական պայմանագիրը դուք ներողում որ չի հաջողում Նիկոլ Փաշինյանն հեռացնել ընդդիմության կողմից ձեր խնդիրը Նիկոլ Փաշինյանն հեռացնելն է, որը չի հաջողում ընդդիմությանը։ Չէ, մեր խնդիրն է, որ մենք նորմալ ընդդիմություն չունենք, որտեղ իշխանությունը, որը որ նորմալ ընդդիմություն չունի, խնդրեմա, վատ է։ Այդ լճացումը եւ դա խնդիրները առաջացնում հենց իշխանության ներսում նորմալ ընդդիմությունը լինի քննադատում։ Ձեր պատկերացրած միշտ ասում եք նորմալ ընդդիմությունը ո՞րն է, ինչ պիտի անի նորմալ։ Կա աշխատի, հենց հարցադրումները։ Լինում է, ոչ, եղել է նույնիսկ այս գումարման ժամանակ, նախ եթե անենք այն 2 տարին որ չեն եկել, ու այն 1.5 տարին որ կիսատ հիմա ապարատ գալիս են, ու այն կես տարին որ հանձնաժողովների ղեկավարների եւ ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնը չեն վերցել, նույնիսկ այս պարագայում եղել է բան, որ առաջարկել են եւ մենք ընդունել ենք եւ իրանք էլ են արձանագրել։ Չէ, տենց չի, եւ եթե նայեք ստատիստիկան, տենց չի։ ԽԲ խմբակցությունը մերժեց Անդրանիկ Քոչարյանի հարցով էթիկայի հանձնաժողով ստեղծելու, ով ինչպես գիտենք, անվայելուչ խոսքեր էր լրագրող Հրիփսիմեին, սա ըստ էության անպատժելիությունից չի խոսում, որ падգամավորները կարող են իրենց թույլ տալ վարքագծի կանոնի խախտում լրագրողների նկատմամբ եւ մնան անպատիժ։ Մենք այլ կարծիք ունենք դրա հետ կապված, մենք կարծում ենք, որ նախ եւ առաջ այդ միջադեպին անդրադառնալով պետք է ասեմ, որ այդ միջադեպի այն ամենասկզբն աղբյուրն է, որ այն անձնավորությունը կանադայի քաղաքացին, որը որ փողոցում էր, վիրավորանք էր հնչեցնում, օրինակ իմ ընկերներից մեկի հասցեին, Ազոյան Հովանեսի հասցեին, որին որ որևիցե մեկը հանձնաժողով ստեղծելու եւ դատապարտելու ձայն չհանեց։ Ինչի հայտնի դերասան է, այսինքն եթե падգամավոր չի, իրան կարելի է ինչ ասել, կամ լրագրող չի, չէ մի րոպե, բայց դուք Տիկին Ջեբեջյան ջան, դուք ձեզ ասում է բերանդ մաքրի այդ Սատանայանն ու այդ սատանայանն ու միտը։ Այդ տղան ես ներողություն եմ խնդրում, ներողություն։ Այդ դուք Հովանես Ազոյանը հայտնի դերասան է, շատերի կողմից սիրված, ինձ հետ էլ շատ մոտ հարաբերություն է իմ ընկերներից է։ Իմ ընկերն է Հովանեսը։ Բա այդ ընթացքում, բա այդ ամեն ինչը վիրավորական չէր եւ մենք դրան որևիցե ձևով եւ լսեք, այդ ամեն ինչը վիրավորական չէր եւ մենք դրան չենք անդրադառնում, բայց սա անդրադառնում ենք։ Հիմա որոշումը հետեւյալն է, որը տեսեք,
Դա իր խնդիրն է, չի օգնելու իրան Աստվածաշունչը, Աստված իրան ու իր ղեկավարներին շատ վատ պատժել է, դա իմ կարծիքն է։ Չէ, իրան դժվար օգնի, սատանաներին եւ Աստծուն ուրացողներին չի օգնի։ Եվ ձեզ ասեմ, որոշում է կայացվել, որ ստեղծվելու է, արդեն այդ որոշումը կա, որ ստեղծվել է մշտական էթիկայի հանձնաժողով, որը որ նման հարցերի քննմամբ կզբաղվի ազգային ժողովում, այսուհետ լինելու է նման հանձնաժողով։ Որը տեսեք, խնդիրը կայանում է նրանում, որ մենք էլ ենք հիմա այս պահին համարում, որ ժամկետը վաղուց բաց թողնված է, եւ մենք դա խնդիր ենք համարում եւ առավելագույն ամենաարագ ժամկետներում այդ հանձնաժողովը ստեղծվել է։ Մշտական հանձնաժողովը ստեղծվելու շատ լավ առիթ է, իմիջիալոց, դրա ստեղծման համար մեզ պետք է նաև ընդդիմության համաձայնություն։ Հիմա եթե ընդդիմության համաձայնությունը կա, ես ենթադրում եմ, որ այնուամենայնիվ այդ համաձայնությունը կլինի, մշտական էթիկայի հանձնաժողով կստեղծվի, որտեղ կքննվեն բոլոր նման հարցեր։ Բայց մեկը մյուսի հետ ինչ կապ ունի։ Հիմիկվա Ես Տիկին Ջեբեջան, տեսեք։ Կավարտեմ ստեղծումը ըստ միջադեպի, չէ՞, միջադեպի առիթով։ Հիմա միջադեպի։ Ես ձեր հետ համաձայն եմ։ Ես ձեզ հայտնում եմ այն, ինչ որ որոշվել է խմբակցության նիստի ժամանակ, ես չեմ ասում սա ճիշտ է, սա սենց պետք է, ասում եմ հետեւյալ որոշումն է կայացել, որ հաշվի առնելով, որ օբյեկտիվորեն շատ բաներ միանշանակ չեն, հա, եւ սկզբնաղբյուրին էլ անդրադարձայցի, որոշում է կայացվել չստեղծել, բայց միևնույն ժամանակ հաշվի առնելով հաճախակի կրկնվող բանը ստեղծել մշտական հանրություն։ Ես ձեզ հայտնում եմ ինչ որ քննվել են օրինակ այս դեպքը քննվել է։ Չէ, ես չեմ կարծում, որ հետադարձ ուժով մենք պետք է դնենք ինչ որ բան։ Պարոն Սիմոնյան, մի հարցը ոչ այդ ստորակարգի հետ կապված է։ Կվերադառնանք։ Որոշ լրատվականներում տեղեկություն տարածվեց, որ ընդդիմադիր որոշ ուժեր մարզերում այնուհետև տեղափոխելու Երևան, որոշում են կայացրել բախումներ հրահրել, այնուհետև քաոս ստեղծել երկրում։ Կարող եք ասել մեկնարկը այսօր ազգային ժողովի տակում։ Դե ես ասացի, որտեվ հիմա շատ մարդ է եկել, շատ մեծ սփյուռքահայ եղբայրներ, քույրեր են եկել Հայաստան եւ իրավիճակը արուն է բացվել, հերթական թեժ ժամանակ ձմեռ հավաքածուն է հիմա ցուցադրվելու ամենայն հավանականությամբ, չեմ բացառում, բայց կրկնում եմ, թող փորձեն եւ պատասխանը բնական է օրենքի շրջանակներում ստանալու են, ինչպես նաեւ քաղաքական մակարդակով շատ լավ պատասխան կստանան, իրանք դա գիտեն։ Անդրադինն ասում է, որ Ալեն ուղղակի սացին է վերաբերում, ասում է, որ նիստը դուք վարելիս արդեն սադրում եք իրենց, այսինքն դուք եք այդ բախումների գլխավոր դերակատարը, անգամ Ղալումյանը, որը առաջինը ձեռնամարտին բռնվեց, ասում է, չէ, Ալեն Սիմոնյանն է, դուք ձեր վրա եք վերցնում այդ բախումների պատասխանատվությունը։ Չէ, որ ուզենամ սադրեմ, կսադրեմ, բայց չէ, դրա կարիքը չկա։ Դե գիտես ինչ, ես ասացի, սնան կա, ասելիք չկա, ինչ պետք է խոսա անդիմությունը, ժողովուրդ, եկեք ծուռը նստենք, դուսը խոսենք, հա, ժողովրդական խոսքով ասած, հա։ Տեսեք, եկեք պատկերացնենք մի իրավիճակ, որ ճակերտավոր Ալեն Սիմոնյանը չի սադրում, հա։ Ինչ հալնելու դահլիճում։ Ոչ մի բան։ Բովանդակություն չկա։ Քրիստինե Վարդանյանը երբ սուր բովանդակություն չկա, բովանդակություն չկա։ Տեսեք, Քրիստինե նախ ով ասաց, որ լավ ելույթ է, այդ որ դուք ձեր պուճուր շրջանակով եւ Քրիստինե Վարդանյանը իր պուճուր շրջանակով ցենց պուճուրիկ դրոշներով ասում են, այո, դուք շատ լավն եք, մենք էլ ունենք այնպես մարդիկ, ովքեր մեզ են սատարում։ Խնդիր չի։ Բոլոր իրան բայց բացի այդ պուճուր փուչիկներից, հա, մոլորակներից, հա, գոյություն ունի օբյեկտիվ իրականություն։ Ինչն էր ասենք, ես օրինակ այդ ելույթից շատ վրդովված եմ, որ ես չեմ սիրում, բոլոր նորմալ կարծում եմ հայերը նման բան չեն սիրում, երբ որ օրինակներ են բերում մարդկանց երեխաների զոհվելու, ընտանիքների անդամների, հայրերի, կամ որպես ես չեմ սիրում, ես չեմ ընդունում, քաղաքական գործիչ եթե ասելիք ունի, տեսել եք ես երբևիցե ինձ թույլ տամ ամենավատ վերաբերմունք ունեցող քաղաքական գործի երեխայի մեռնելու մասին բան խոսամ։ Տեսել եք ես այս բանից թույլ տամ։ Որպեսզի իր խոսքը բան, ես ներողություն եմ խնդրում։ Դե բայց ասում է պետք է երեխան, ասում է ինքը իր երեխան զոհվել, լավ որ ինքը կա։ Ես ինչ խոսալու ձև է։ Այդ լավ ելույթ չի։ Այդ վատ ելույթ է։ Այդ վատ ելույթ է։ Գիտեք, դες մի հատ ասացված կա, մեկը կարծեմ ասել եմ ձեզ, մտմատուն ասա թակավորը հետս խոսեց, ասում է ինչ ասեց սրիկա, փախի ստեղից։ Հիմա այդ լավ ելույթ չէ, վատ ելույթ է եւ աչքի է ընկել ոչ թե բյուրաբովանդակությամբ, ասում է, բանա, Հայաստանի տարածքներից գյուղերը հանձնեցին։ Դա կատարյալ սուտ է։ Հայաստանի Հանրապետության տարածքներից ոչ մի բան չի հանձնվել։ Դա սուտ է։ Լավ ելույթ էր։ Ինչ էր լավ ելույթ։
Ինչով է լիավորը։ Ձեզ որ չցավացներ, դուք ձեր Ախր ցավացնելը, տեսեք, ցավացնելը ասեցի, իմ ընտանիքին են բա կպնում, իմ երեխային են կպնում, ես երեխա ունեմ, այսինքն որ երեխայիս կպելա ցավացելա, ես ջղայնացել եմ դրա վրա եւ իրան արձագանքել եմ, դա լավ ելույթ, հա։ Ուզում եք տենց, ես ինչ թույլ չեմ կարող տալ որևիցե մեկի երեխայի կամ ընտանիքի մասին տենց ելույթ ունենամ, ուրեմն ես վատ եմ ելույթ ունենում։ Սաղից էլ լավ եմ ելույթ ունենում առանց որևիցե մեկի ընտանիք մտնելու կամ Գեղամը Մանուկյան իր շեֆի պես տրուսիկով նկարվել է, իր շեֆն էր նստած ձեր հարցազրույց տալուց տրուսիկներից խոսում, տրուսիկներից sense։ Թող գնա այդ իրան չեք հիշում որ Քոչարյանը ասում էր տրուսիկների մեջ մանեկեք։ Կգնաք կնայեք կհիշեք։ Չէ, ասուլիսի ժամանակ։ Այդ իրանց մակարդակն է։ Հուշկու բանը հակահարված ընդդիմության կողմից ռեժիմը խոճապի մեջ է։ Լավ էլի 20 տարի ընդդիմություն ենք եղել, գիտենք թե ընդդիմության սխալների ցիկլը, որով հիմա իրանք անցնում են, թե որ ինչ պետք է անեն։ Պարոն Սիմոնյան, մի հարց ոչ այսօրակարգ հետ կապված, մի ամիս գրեթե 1 ամիս է Ադրբեջանը կրակում է։ Թիրախային, ինտենսիվ վերջին օրերին շատ ինչ է Ադրբեջանի ուզածը, եթե խաղաղության պայմանագիրը ավարտված է, երկու կողմը հաստատում է, ինչ է հիմա ուզում Ադրբեջանը, ինչու է կրակում։ Հարցրեք Ադրբեջանի հետ աշխատող դիմացիր գործիչներին, իրանք շատ լավ ասում են, թե Ադրբեջանը ինչ է ուզում, հետո մեղադրում են մեզ դրա կատարման մեջ, հետո ասում են, որ ընդդիմությունը, Ադրբեջանը կրակում է, ուրեմն ամեն ինչ ձեր մոտ չի ստացվելու։ Լոգիկ տրամաբանությունը հուշում է, որ դրա պատասխանը եւ հասցեատերը այն գործիչներն են իշխանությունն է, պարոն Սիմոնյան, Ադրբեջանի կրակոցների պատասխանը։ Ոչ, իշխանությունն է պատասխանատու, ասելու թե ինչու։ Հարգելիս, դուք հարցրեցիք, ասիկ ինչու, չէ։ Այո, ինչու, որտեղ դուք եք բանակ։ Կրկնում եմ, ինչու հարցի պատասխանը թող տան այն մարդիկ, ովքեր իրանց հետ աշխատում են։ Բանակցությունները ոչ, այդ հարցին ոչ, բանակցությունները փակուղում չեն, ոչ, քննարկումները շարունակվում են։ Բանակցությունները փակուղում չի հայտնվելու եւ պատերազմի հավանականությունը որևիցե ձևով, որևիցե քայլով չի ավելացվելու եւ չի ավելանալու։ Բացատրությունը ո՞րն է, պարոն Սիմոնյան։ Լավ, դուք ուղղում եք սլաքներ ուրիշ տեղ, բայց բացատրությունը ո՞րն, իշխանությունը ունի բացատրություն դրա համար, ինչու է կրակում։ Հարգելիս, բացատրությունը հետեւյալն է, որ մենք պետք է ամեն ինչ անենք, որ մեր օրակարգը, որը խաղաղությունն է, իրականություն դառնա։ Թե այնտեղ կրակեցին, չկրակեցին, այո, դրանք բաներ են, որոնց մենք ուշադրություն ենք դարձնում, որոնց հետ կապված հետևություններ ենք անում, բայց մեր նպատակը ես ձեզ արդեն ասացի։ Այսինքն անհանգստություն չունի իշխանությունը, որ կարող է էսկալացիա լինի, որ կարող է այս կրակոցները ռազմական գործողությունների վերածվել։ Կարող ոչ մի կրակոց չլինի եւ էսկալացիա լինի եւ դրանով չի պայմանավորված, կա հիմնական process։ Այդ հիմնական process-ին հետևելով եւ այդ հիմնական process-ը տանելով է, որ դու կանխում ես կամ կանխատեսում ես նման բաներ։ Մինչեւ 2018 թվականը բավականին շատ կրակոցներ են եղել, բայց պատերազմ չի եղել։ Մինչև 2018 թվականը չեմ կարող հիմա թիվը կոնկրետ ասեմ, բայց բազմաթիվ մահեր են եղել սահմանին, բազմաթիվ կրակոցների հետևանքով, բայց այլ իրավիճակ ա եղել։ Հիմա ունենք իրավիճակ, երբ որ կա համաձայնեցված փաստաթուղթ։ Ես նաև Պիտերբուրգում փոքր առանձնազրույց ունեցել Ադրբեջանի ազգային ժողովի նախագահի հետ եւ պետք է ասեմ, որ ես իմ տպավորություններով ես կարծում եմ, որ որևիցե փակուղու մասին պետք չի խոսալ, չի կարելի խոսալ եւ գործընթացը նաեւ ադրբեջանական կողմին է ձեռ տալիս, որ գործընթացը հնարավորինս արագ ավարտին հասցվի, որով մենք զբաղվում ենք, անկախ նրանից, եթե նույնիսկ մի կրակոց էլ չլիներ, այդ նույն տրամաբանությունն է։ Ազգային ժողովում մի միջադեպ էր եղավ։ Չէ, տենց հանդիպման մասին չի խոսքը, մենք ժամերով նիստի ենք մասնակցել եւ իրար կողմ նստած ենք եղել, հա եւ տարբեր հարցեր ենք քննարկել, տարբեր հարցերի շուրջ խոսել ենք։ Մենք պայմանավորվել ենք, որ հրապարակային սրա մասին չենք խոսելու եւ ես չեմ ուզում սրա մասին հրապարակային խոսեմ, առավել եւս որևիցե նոր եւ դարակազմիկ բան չկա, այլ չեմ ասում, որ այդ ֆորմատում մենք որևիցե բան ոչ որոշում ենք, ոչ որոշելու մոտ խոսակցություն տեղի ունեցել, բայց շփումը, ես շփման տպավորությունով եմ ձեր հետ կիսվում, ինչպես նաեւ մեր երկու, այսպես ասած, կոլեկտիվների շփման մասին եւ Առաջիկայում հանդիպում նախատեսվում։
Ես նման հանդիպման մասին որևիցե բան տեղեկություն չկա այս բանը։ Պարոն Սիմոնյան, ասում միջադեպել եղավ Խաչատուր Սուքիասյանի եւ Նարեկ Կիրակոսյանի միջև լրագրող։ Խաչատուր Սուքիասյանը հաճախ է այսպես շատ բուրն էմոցիոնալ վիճակում գտնվում, գոռգոռում, ձայնի տոնը բարձրացնում, բայց այդ կոնկրետ այդ հարցազրույցի ժամանակ Նարեկ Կիրակոսյանը դեռ որևէ հարց անգամ չէր հասցրել հնչեցնել։ Դուք դատապարտում եք Սուքիասյանի նման պահվածքը եւ առհասարակ ինչ գնահատական կտակ այդ միջադեպը։ Չեմ դատապարտում։ Ես դատապարտում եմ կպչուն վերաբերմունքը, ես դատապարտում եմ մարդկանց այն բանից հետո, երբ որ ինքը հայտարարում է, որ ինքը այնուամենայնիվ չի ուզում հարցազրույց տալ, այլ նյարդայնացնելը, հունից հանելը եւ դրա շուրջ լուր ստեղծելը։ Այսինքն այդ դրա լուրը որն էր, որ կարելի է մարդուն գնալ կներել, անընդհատ sense բզբզել, միջև ինքը ասի՝ մի արա, ասեք, ըհը, լրագրողը հարձակվեց Ալեն Սիմոնյանի վրա։ Դուք ոնց կարելի էր այդպես բան անել։ Կամ հակառակը, յուրաքանչյուր պարագայում ճիշտ Ալեն Սիմոնյանը, որտեղ տենց ավելի շատ կկարդացվի։ Դա նորմալ է դուք համարում։ Պատկերացնում լրագրողի գործառույթը պատասխան ստանալն է պաշտոնյա։ Հարգելիս, ախր պատասխան ստանալը ու մարդուն, ասենք, նյարդայնացնելը դրանք տարբեր բաներ են։ Հարգելի ինչ աշխատող չնյարդայնան, բայց ես ներողություն եմ խնդրում, չվիրավորվեիք, երբ որ Անդրանիկ Քոչարյանը ձեզ բան ասեց, ինչի վիրավորվեցիք։ Եթե լրագրողը վիրավորի, խնդրեմ։ Ներողություն, այսինքն եթե Քոչարյանը Անդրանիկը դա չասեր ուրիշ մարդ ասեր, չէիք վիրավորվելու։ Չէ, ասում եթե վիրավորել Չէ, ախր դա շատ սուբյեկտիվ բան եք ասում, թե չնյարդայնանա։ Ասենք մոտիկ անում եք, անընդհատ տենց հանդուրժող լինի։ Լսեք, դե այսինքն ներողություն, այսինքն ինչ է այս բղավեց ասեց ինձ հանգիստ թող։ Գիտեք, մենք մի հատ հարևան ունենք, ես էլ ասեմ ու վերջացնենք։ Լավ, եկեք, ես վստահ եմ, որ մեր հեռուստադիտողներին այս հարցը այնքան էլ հետաքրքիր չի, եկեք հումորով ավարտենք։ Մենք մեր առաջի հարկում մի հարևանուհի ունենք, որը իր ամուսնու հետ բաժանվելուց հետո իր ամուսնուն բանով անձրևանոցով ծեծում էր եւ գոռում էր օգնեցեք, բայց ինքն էր հարվածում։ Շնորհակալություն։